Հիշում եք ընտանեկան ոդքասթը։ 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Այդ նման է հրաժարականի տեքստին։ Քոչարյանը տղամարդ ղեկավար։ Okay, Քոչարյանից մասին մի քիչ ավելի լավ է խոսացել։ Կատարել դուրս գալ աշխարհի կամ Եվրոպա առաջության Լելիք Բեկյան։ Ասա որ Բայց քամպարտություն կրես ու պարտվել չսովորես։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է հաղորդում, որը դուրս է գալիս եթեր իր լսարանի շնորհիվ։ խոսքը իհարկե մեր պատրոնների մասին է, ովքեր ամիսը $3 կամ մի քիչ ավել իրենց այն համով երեխեքի բերից կտրելով քարփինջ աղյուս առաղյուս կարծում են մեր տաղավարը։ Իսկ եթե դեռ չեք միացել Patreon-ին, հասարակ մարդկային լայքը եւ subscribe-ը էլի շատ արժեքավոր են։ Օրինակ վերցեք մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ից, որը հերիք չի լայքում է, համել հեղափոխում է հայկական արտադրանքը։ Այո, գերմանական տեխնոլոգիաներով արմատուրաները արտադրվում են Արարատի մարզում։ Սրա մասին մի տարի առաջ որ մեկը ասեր կհավատայր։ Չէ, բայց հիմա հավատում եմ։ Շտապ D-Energy ընկերության կողմից ներմուծվող պրեմիում դասի բարձրորակ R03 ռեսային վարդակը իր բազմակողմանի ֆունկցիոնալ մոդուլներով իրական հայտնագործություն է։ Տնից միջև խոհանոց եւ միջև օֆիս շատ հարմար է օգտագործել հենց այս սահելու, այս սիրուն սահելու միջոցով։ Առնում եք, դնում եք, սահեցնում եք, հետո ամուսնանում եք, կինը գալիս ասում է, ջան, դե պետքա մի քիչ էս կոմաներ։ Ու հոպ, տեղափոխում եք ստեղ։ Կամ ասենք թե օֆիսում ինչ որ մի բայ տեղաշարժում են սեղանը, ու դուք ես են Սիրուն հետո տեղաշարժում։ D-Energy։ Լավ լուրից սկսենք, որից հետո բացառված չի միանգամից մի քանի վատ լուրը, բայց հեյ, նախ եւ առաջ Հայաստանը խորացնում է կինոարտադրությունը։ ու միանգամից կյանքը լցվում է վառ գույներով։ Արդեն ունենք կնքված հուշագրեր այնպիսի հարթակների հետ, ինչպիսին է Netflix-ը, եւ այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որպեսզի այդ պայմանավորվածությունները անցնեն գործնական հարթություն։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Netflix-ը իր թաշախուստով արդեն մեջն է, ես արդեն զգում եմ ոնց են Breaking Bad-ի հաջորդ spin-off-ը նկարում ներքին Չարբախում, բայց չկա։ Երկու րոպե տվեք մարդկանց, վարչապետը արդեն Spider-Man-ից ստացվելիք եկամուտը հատկացնելու է 2026 թվի ասֆալտապատմանը։ Ըստ էության նաև մենք այս տեղեկությունը, այս հնարավորության մասին տվյալը հասցնենք այն պոտենցիալ շահառուներին, ովքեր կարող են հետաքրքրված լինել Հայաստանի Հանրապետությունում նման գործունեություն ծավալելով։ ում հասցնենք, հենա Netflix-ը արդեն մեջն է։ Ու քանի խոսում ենք ակնհայտ չլինող թեմաներից, հիշեցնեմ, որ 4 ամիս առաջ վարչապետը հանձնարարեց այն փողոցի մայթի վրա լվա ինքդ կետերի հարցը լուծել, հեսա։ Եվ ես հիմա այս հարցը բարձրացնում եմ բնականաբար հանձնարարականով, որ մեր տեսչական մարմինները հիմա էլի շարունակվելու է, ցավոք սրտի սրանով չի ավարտվում։ Տեսչական մարմինները եւ համապատասխան մարմինները հատ-հատ ստուգեն այս խնդիրը։ Տեսչական մարմինները ամբողջ մարմնով ստուգեցին ու ոչ մանչ փոխվեց գոնե մեր փողոցի վրա, բայց հեյ Netflix-ը հենա ֆսալեն մտնում է Մալացիա Սեբաստիա, Բայցի համար դեռ շուտ է, դեռ լիքը լավ բաներ կան, պոզիտիվ։ Եվ նշեցի, որ արդեն կնքված հուշագրեր ունենք, որոշ նախագծերի, որոնք պլանավորվում են նկարահանել Հայաստանում, եւ նաեւ ունենք բավականին լուրջ հետաքրքրվածություն տարբեր երկրների կինոարտադրողների կողմից։ Սիվեն Սպիլբերգը ու Լյուկ Բեսոնը ցելանք zum ով առաջինը գալու աշտարակում նկարի հաջորդ բլոկբասթերը։ Հիմա կարամ բայց գցեմ։ Գցի։ Բայց հետո խոսքը գնաց գյուղատնտեսությունից ու պարզվեց, որ խելացի անասնագոմերի հարցը արդեն 7 տարի է չի լուծվում։ Բայց Netflix-ը գնում է Netflix-ը գալիս է։ Բայց անաստագոմ Black Mirror-ն է նկարելու։ Պետք է հաց տանք իրեն, երրորդ օրն էլ ենք տալիս։ 4-րդ օրը հետաքրքրում են, բա լավ, ինչ հետո ինչ եղավ։ 4-րդ օրն էլ հաց չունի, 5-րդ օրն էլ, 10-րդ օրն էլ, մի տարի հետո էլ, 5 տարի հետո էլ։ Ինչն է սրա վերջը։ Եվ երբ որ ասում եմ աղքատությունը մեր մտքում է, մեր գլխում է, այս նկատի ունեմ նաև։
Էլի եկանք նրան, որ շատ անհաջող ժողովուրդ է բաժին հասել սիրելի վարչապետին։ Դե, բայց մարդը շատ ինքնակնդադատ է։ Ինչ որ ասցի, հիմա այդ գիտեք ինչ անշնակում, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Որտեվ եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի 7 տարի չէ, 7 լավ, 6 տարի առաջ ես ելույթ ես նույն ձևով, ես նույն տեղում կունենայի։ Այն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Հեղափոխությունից 7 տարի անց պարզվել է 7 տարի նույն դասարանում ենք, սայլը տեղից չի շարժվել ու հիմա նոր բացայտում է մեզ նա, որի զուր է եկել իշխանության։ Ու շատ պատահական է իմացել, որ բան вообще չի փոխվել։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որտեվ թուղթ է, որ պրինտ են կանում, որը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթ է, որ պրինտ են կանում։ Ում է հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում եք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, խնդրեմը չգիտենք։ Դե բայց իշխանության գալուց ինչքան վստահ ենք, որ ամեն ինչ գիտենք, այն երկրորդ անգամ ընտրվելուց էլի մտածում ենք, արա արդեն լիքը բան գիտեր, բայց պարզվեց սաղի զուր էր։ Ինձ թվում է, թե մի քիչ նման է հրաժարականի տեքստին։ Շատ նման է հրաժարականի տեքստին։ Այն որ մեր այն հերավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է, որ մենք տգետ ենք։ Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա։ Բա հիմա, որ արձանագրեցինք, որ տգետ ենք, հիմա ինչ անենք։ Հիմա Սերգեյ ժամանակն է բիպոլյարավարի անցնել մյուս հարցին։ Լավ, մենք նախորդ տարի, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա բյուջեով ֆինանսավորեցինք եւ Nvidia ընկերությունից ձեռք բերեցինք սուպեր համակարգիչ, նոր սուպեր համակարգիչ, երկրորդը եւ առաջինը, որ մենք գնում ենք մեր պետության միջոցներով արհեստական բանականության։ Yes, սուպեր համակարգիչ ենք ձեռք բերել, անասնագոմ կառուցել։ Գուցե չստացվեց նորմալ, բայց հեյ, զատո արդեն ունենք սուպեր համակարգիչ։ Սերգեյ սուպեր համակարգիչը, որ մտնում է երկիր ամեն ինչ կփոխի ծիծեռնակաբերդի խճուղուց սկսած։ Նո չէ, իրականում ստեղ էլ խնդիրներ կան։ Եվ էս է մեր խնդրեմը, մենք չգիտենք դա օգտագործել։ Մենք սուպեր համակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորենք այդ սուպեր համակարգիչով։ Դա դրա համար չի նախատեսված։ Հա, այդ վտանգը կա, եթե ձեռի տակ կարա սուպեր համակարգիչը ուզում ես մի քիչ շարիկել գլորես, Age of Empires-ը խաղալ։ Գնալով ազգենք հիմա, ինչ անել, ապաշկարա Netflix եք բերում։ Հիմա այդ մարդը ոնց է սուպեր համակարգչով մի հատ sense չճպցնի Netflix-ով մի հատ, չգիտեմ մի բան։ Բայց այս խնդրեմը հասկանալու համար նախ պետք է հասկանալ այդ խնդրեմի գոյությունը։ Եվ ես ուզում եմ դրա մասին մենք ավելի շատ մտածենք։ Դե մտածենք, ճիշտ է 7 տարի նույն դասարանում ենք, որոդի ժամանակ կար մտածելու, բայց ոչինչ, այ հիմիկվայինս կմտածենք։ Եվ քանի Հայաստանում մենք բացի շարիկ գլորից ոչ մի բան չգիտենք, իսկական ժամանակն է, որ մի երկու բան էլ եվրոպացիներին սովորացնենք։ Դժվար է հասկանալ եւ նույնիսկ ավելի բարդ է բացատրել, թե ինչու այնպիսի կազմակերպությունում, որտեղ անդամների բարեվարկությունը համարվում է առանցքային սկզբունք, դեռ առկա են դեպքեր, երբ անդամները չեն ներկայացնում իրենց տարեկան հայտարարագրերը։ Հայտարարագիրը արա արդեն մտցնում ենք Եվրոպա։ Վատ բան չի ասում իհարկե, լիքը եվրոպացի պաշտոնյաների պատգամավորներ շատ կոռումպացված են ու իրանց չէր խանգարի դա։ Բայց արա մենք ստեղ 7 տարի է հերիք չի նույն դասարանում ենք, մի հատ էլ խոստովանեցինք, որ տգետ ենք։ Դե որոշ հաջողություններ ունենք ամեն դեպքում։ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի բռնագանձվել է Երևանի Վաղարշյան 1 շենքի ավտոտնակներից մեկը որպես ապօրինի ձեռքբերված գույք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ խորագրի ներքո տեղեկացրել է, որ գույքի շուկայականին մոտ արժեքը ավելի քան 5 միլիոն դրամ է։ Զատո հատիկ առ հատիկը աշխատում է։ Այո, հայտարարագրերն էլ սկսեցին աշխատել, արդեն լիքը մարդ հայտարարագրելուց հետո սելակրթության գումար հետ ստանալ։ Բայց ընդդիմությունը ստեղ սև անցքեր է տեսնում։ Այդ վճարը շատ լավ է, դա կրթական հասանելիության կարևոր կոմպոնենտ է, բայց ինչ եք բերեք ապե բան հայտարարագրման հետ։ Լավը չեք ասում, եթե օրինակ քաղաքացիական պայմանագրին քվե տաս,
ուսման վարձի հատուցում կստանաս։ Քաղաքացիական պայմանագրին քվե չտաս, ուսման վարձի հատուցում չես ստանա։ Շատ վատ մտքեր եք տալիս կառավարությանը, մանավանդ հայտարարման խնդրեմը вообще դա չի։ Լավ, բայց ինչի է ԿՊ-ն դասեր տալիս Եվրոպային։ Որը եվրոպական կուսակցությունը։ Չէ, no, պարոն Խզմալյան, դա ռուսական սամավարը, Սամավարը, Մաշա։ ռուսական սապոգով, արա աշխարհը շուր է եկել, խարդվել ասաղ իրար, ոնց։ Հիմա ռուսները կառիթավորվեն։ Արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ Ռուսաստանն ակնկալում է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ մինչև 2025 թվականի մայիսը։ Համոզված են, որ ռազմավարական կարևոր տարածաշրջանում Հայաստանի հարավում Ռուսաստանի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։ Ես եք ուզում տեսան Խզմալյանը սամավարը վարում միանգամից հյուպատոսարան բերեն Կապան։ Լավ, Ամերիկայից ինչ կա, էլի տարիֆներ են բարձրացնում։ Ավելի վաղ ելույթ ունենալով Հանրապետական ազգային կոմիտեի համար դրամահավաքի միջոցառմանը, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Չինաստանը ցանկանում է առևտրային գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։ Կարծում եմ, որ ինչ որ պահի նրանք գործարք կկնքեն։ Նրանք ցանկանում են դա անել, պարզապես չգիտեն, թե ինչպես սկսել, քանի որ շատ հպարտ են, ընդգծել էր Թրամփը։ Չինաստանը դեռ շատ հպարտ է, բայց այն մյուս երկրները ոչ հպարտ, զանգում են Թրամփից ու ինչ ասես չեն ասում։ Ինչ են ասում այդ երկրները։ Այդ երկրները ինձ զանգում են, պատշում են հետույքս, մեռնելով խնդրում են գործարք կնքել, խնդրում են կնքեք համաձայնություն, կնքեք, ինչ կասեք անենք, ինչ կասեք։ Ու այս ամեն ինչի մեջ հələ ժամանակ է գտնվում ինչ որ բան ստորագրի, որ ցնցուղից եկող ջրի ճնշումը ինչ որ կարգավորեն հանգարց չիջնի լրիվ լրջով։ Այո, մարդը ասում է երկրների ղեկավարները զանգում են, հետույքն են պատշում, արա ինչի վրա է կենտրոնում, արա ո՞նց կարա sense բաներ։ Շատ հետույք մտնող երկրներ դուրս եկան։ Իսկ մեր ԿԳՄՍ նախարարը մինչև հիմա այդ ցնցուղի գինը չպարզեց գնունոց, բայց լավ։ Այլ բաներ են կատարվում, մեծ բոլորը Սերժի եւ Քոչարյանի թիմերի միջև։ Նախկինների հակամարտությունն այս անգամ էլ սրվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խոսքերի պատճառով։ Սրբազանը դրվատել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ Սերժ Սարգսյանին որակել քաղաքական դաշտի կոլապսի հիմնական դերակատար։ Սերժ Սարգսյանի մոտեցում հետևյալն է, կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա։ Աուչ, ու չնայած Սերժը հենց տենց բառերով չի ասել, բայց երևի շարժ ու ձևից դա են հասկացել։ Հա, ու հանրապետականները մի քիչ համաձայն չեն կոնկրետ Էսմի Սրբազանի հետ։ Սա բացարձակ սուտ է, այն ժամանակ, երբ որ ես պայքարել եմ բոլոր փողոցային շարժումների ընթացքում, այն ժամանակ, երբ որ ես հալածվել եմ, երբ որ նիկոլական ամբողջ ապարատը պետական, օրինականություն եւ իրավականությունը ուրացած եւ մոռացած, մարդկային բոլոր գծերը հատած, մեծ բռնաճնշումների էր ենթարկում, Միքայել Աջապահյանը դեռ այդ ժամանակ Նիկոլի դագաղների հեղափոխություններ գովում։ Ու նորից բացվեց հարցը, թե ով է բերել Նիկոլին ու կամած ոնց որ հեսա գցվելու Սրբազանի ջեբը Նիկոլին բերելը։ Բայց իրոք Աջապահյանը Քոչարյանից էլ անց քննադատելու, դա տենց ոչինչ, հա։ Ինչ օրոք եղել է խաղաղություն, եղել է արդյունավետ, այո, Գյումրիում եղել է արդյունավետ։ Եվ նաև Քոչարյանը տղամարդ ղեկավար է, Okay, Քոչարյանից մասին մի քիչ ավելի լավ է խոսացել։ Մի քիչ, դե բայց հկային ներվերն էլ մետաղից չեն։ Սեփական անձի նկատմամբ հոգևոր խոնարհության փոխարեն դիվային էգոցենտրիզմով տարապող եւ քաղաքական կյանքում ակտիվացած Միքայել Սրբազանը չի էլ նկատում, թե ինչպես է դառնում երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ անթաքույց կերպով օգտագործվող անձ։ Կակրաս հեսա Netflix-ը որ գալիս է Հայաստան, դե գիտեք, ակնհայտորեն անխուսափելի է գալիս է, կարելի նոր սիրիալով սկսել Սերժենց ու Քոչարյանց մասին House of Cards։ Լավ, այդ ընթացքում քանի ես թեժ մարտերը շարունակվում են երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև, մենք ուղարկեցինք մեր հատուկ թղթակից Ալեն Երանոսյանին պարզել, օր քիչ էր մնում ասեի Սիմոնյանին, Ալեն Երանոսյանին պարզելու, թե էլ ինչի կհավատան ժողովուրդը fake խույս մեր եթերում։ Բարև ձեզ։ Վստահ եմ լսել եք, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրար հետ լավ չեն, բայց մենք կփորձենք մի փոքր շիրա տալ նոր fake նորություններով։ Գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կռվել են իրար հետ։ Ովքեր։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Կռվել են։ Այսինքն իրար հետ թե
Բանավեճի մեջ են մտել։ Դե երկուսն էլ արժանի են իրար։ Չեք կարծում, որ աբսուրդ է այդ վեճի պատճառով, որ Սերժ Սարգսյանը այլևս տանը Սիրուշոյի երգերը չի լսում։ Աբսուրդ է։ Իսկ ինչ է կարծում, աբսուրդ չի, որ այդ վեճի պատճառով Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Բուժվի հանրապետական հիվանդանոցում։ Այսինքն ինքը հիվանդանոցի չէ, վիճե որ հիվանդանոցը բուժվելու համար հիվանդանոցը խանգարում է։ Անհեթեթություն է։ Դրա ինչ կարիք կա դրա պատճառով բուժումից հրաժարվելու։ Ես գտնում եմ որ այդ անհեթեթ բանի պատճառով չարժի բուժումից հրաժարվել։ Ինչ է կարծում, աբսուրդ չի, որ այդ վեճի պատճառով Սերժ Սարգսյանը այլևս 5-րդ ալիքը չի դիտում։ Շատ ճիշտ էլ ուղի է բռնում։ Հա։ Եթե գիտեի։ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի համար սև ցուցակ է գցել, որպեսզի չպատասխանի նրա զանգերին։ Հաբից խեք իրանց անձնականով տենց հետաքրքրված։ Մարդիկ են էլի թող շփվեն, եղան անկբարոշ են էլի։ Գիտեք, որ այդ կռվի պատճառով Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է դիտի շախմատի սերիալը։ Չգիտեմ, բայց չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը հեշտ հանգիստ կհրաժարվի։ Աբսուրդ է երկա։ Չեմ կարծել, որ կարևոր են այսպես հարցեր։ Հաջողություն ձեզի։ Դե ինչ, մնում ենք նույն կարծիքին, որ հավատում ենք էլի, հավատում ենք նույնիսկ այսպիսի անհեթեթ նորությունների։ Ձեզ հետ էր Ալեն Երենոսյանը, հատուկ Arm Comedy-ի համար։ Շնորհակալություն Ալեն։ Այդ ընթացքում Շիրակի բնակիչ Ոմն Սարիկ Մինասյան շնորհավորեց կանանց ապրիլի 7-ը։ What could go wrong? Այո, նոր սրաջ։ Նրա Facebook-յան գրառմանը վիրավորական տոնով արձագանքել էր Տոմաս Սիմոնյան անունով մի օգտատեր, ով գրել էր, թե «Քպեից շնորհավորանք ընդունելը ժեխություն է, մարդ ինչքան ժեղ պտի եղնի, որ ըսոնց ետևի ծերթա»։ Շատ կոպիտ ու աններփանկատ գրառում է, դե բայց Facebook-ը, որը ստեղծվել է հենց տենց գրառումների համար։ Ու արդյունքում մեր Սարիկի նյարդերը չդիմացան։ Իշխանական Մինասյանը վիրավորանքին վիրավորանքով էր պատասխանել, թե մեջբերեմ դու քո էությամբ ես դա, ամուսին եղբայր ունես, համար տուր, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, քեզ ինչ ասենք։ Լահամարը տուր ամուսնուդ կամ աղբորդ գրեց Սարիկը, ինչը մի քիչ նմանացեցին մարդիկ Ռազբորկայի ոճի։ Բայց Սարիկը բացատրեց, որ էսի լահամարը տու մոմենտը չի, ուղղակի շատ ցիվիլ նպատակներով է գրել։ Ուզում եմ, որ բացատրեմ այդ շնորհավորանքը իրեն էլ կվերաբերվի, ինչպես հազարավոր մայրերի, քույրերի։ Ոչ ոք չի քննադատում, որ նա հազարավոր մայրերի ու քույրերի վիրավորել է այդ բառով։ Իսկ ես որ գրել եմ համար տուր, որ բացատրեմ դա Ռազբորկա է, որ համարատար բացատրելու էի, որ մայրերին ու քույրերին չեն վիրավորում։ Ընդհանրապես ուզում էր բացատրել, որ դա շնորհավորանք է, ոչ թե վիրավորանք։ Դա ինչ էր աղբոր համար ուզում։ Որտեվ կինը չի հասկանում, կնոջ մազը երկար, խելքը կար, ժամանակ պետք է աղբոր համարը վերցնես ու բացատրես, որ դա գեղեցիկ շնորհավորանք է, որ կինը զգացված եւ շնորհակալ մնա։ Եղավ ապե։ Շո, լավ, բարձրացրենք լավ լուրով։ Արաբական Միացյալ Էմիրություններում կայացել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի եւ Անգոլայի արդյունաբերության եւ առևտրի նախարար Ռուի Միգուենս դե Օլիվիերայի հանդիպումը։ Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման եւ ներմուծման հարցերը։ Յանի ինչ եք այդքան ադամանդ անում ձեր Անգոլաներում, բերեք, կորո կուլտուրական վերամշակենք, ձեզ էլ լավ կլինի վերջում։ Ուսա միակ լավ լուրը չի էմիրություններից։ Արևային կայաններ կառուցող Մազդար ընկերության տնօրենի հետ ենք հանդիպել ու տատելով ժպիտներից ամեն ինչ լավ է անցել։ Հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը եւ համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի AIG-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի 2026-ի սկզբին։ Միոպե Էդի են արևային կայանն է, որը անիֆի ծրագրով դեռ մի քանի տարի առաջ պետք է բացված լիներ Արագածոտնում։ Երևի, ուղղակի քան որ 7 տարի է նույն դասարանում ենք դոփում։ Որոշեցինք պրիորիտետները տեղը բերել։ Սկզբից Netflix-ը դե գալիս է, հետո սուպեր համակարգիչը, հետո նոր մի քանի տարի առաջվա խոստացած արևային կայանը։ Դե Արբանյակը թրծրիմ։ Լավ, ինչևէ, երկրորդ մասում մնացեք մեզ հետ, որովհետև ֆուտբոլ, Մելիք Բեկյանի խոստումը եւ կրթվելը նորաձև է միջոցառումը։ Գուցե չգիտեք, դες որ իմացեք, որ արևային կայանների մեջ մեծ դեր են խաղում փոխակերպիչները, նույն ինքը ինվերտեր։ Solar Holding-ը ամեն ինչ արել է այս հարցում։ Նրանց մոտ կան Solis ֆիրմայի փոխակերպիչներ, որոնք
ապահովում են 99%-անոց ՕԳԳ։ Չենք մոռանում կպնել Solar Holding-ի արևային կայաններին, որոնք կպած են արևին, որից փողը սենց հոսում է ձեր գրպանը, քամում ենք արևը։ Solar Holding, տեր կանգնեք ձեր փայ արևին։ Շնորհավոր, նորամուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակով է։ Մերսի։ Կներես, եկան, կոմունալները։ Վայ կորա 15,000 լույսը, գազը 57,000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեզ նոր մեյլ եկա, որ 57,000 կուտակել եմ։ Այսինքն, Չգիտեիր, հեծը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ հələ անկեղծ ասա, այդ պաշտոն է ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համարը կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Okay, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մելիք Բեկյանը տվեց ասուլիս, որտեղ շատ մինիմալիստական խոստումներ տվեց ու մի քիչ էլ կոնֆլիկտի մեջ մտավ ճշմարտության հետ։ Նարեկ այսօր գեր պոլիտ կորեկտ է։ Յորա 3 կիլո նյարն եմ։ Եղավ պոնչ։ Ես երբևէ չեմ կարող խոսք տալ, որ Հայաստանի հավաքականը անպայմանորեն կնվաճի ուղեգիր։ Դա անկեղծ ասած հնարավոր չէ, բայց այն, որ մենք պայքարելու ենք ուղեգրի համար, դա ասել եմ այն։ Դե, սկզբունքորեն, եթե ինձ էլ նշանակեն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ես էլ կասեմ, որ դե կփորձենք, բան չեմ խոստանում։ Դրա համար ինձ չեն նշանակում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Բայց երբ Մելիք Բեկյանը ասում է, որ կփորձի ստանալ ուղեգիր առաջնություն, մի փոքր կոնֆլիկտի մեջ է մտնում ռետրո Մելիք Բեկյանի հետ, ով 21 թվին հանդիպեց ռետրո Թրաշային Փաշինյանին ու շատ հստակ խոստումներ տվեց։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագծված է մինչև 2025 թվականը եւ մենք պատրաստվում ենք մինչև 2025 թվական, այսինքն 22-ին կամ 24-ին այդ նվազագույն խնդիրը կատարել, դուրս գալ աշխարհի կամ Եվրոպա առաջության եզրակացիչ փուլ։ Հիմա եթե ինչ-որ մեկը ասի, որ ինքը նման խոստում չի տվել, դա կլինի սուտ, չէ՞, շատ ուղիղ անամոթ սուտ։ Կամ ինչպես մեր հայաթում էին ասում, սուխոյատկազ։ 2022-ին կամ 2024-ին նվազագույն խնդիր կատարել դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Կներեք, որտեղ է դա գրած։ Սա գրված է կառավարության պաշտոնական կայքեջում, խնդրում եմ կամ իրենց հետ հասկացեք, երևի ձեզ վերագրել են բաներ, որ դուք չեք ասել։ Չէ, գուցե այնտեղ մի բառի սխալ եղել, որտեղ ես շատ լավ հիշում եմ այդ հանդիպումը։ Մի բառի սխալ չի, դյաջ, ոչ էլ դա հոդված է, դա մի եկա վիդեո է, որտեղ հստակ ասում ես, որ կամ 22 թվին, կամ 24 թվին կստանանք ուղեգիր։ Մելիք Բեկյան, ասա, որ AI-ով են սարքել այդ կտորը, հիմա սա թույն կրուտի տա, որով բոլոր արդարանում են, AI-ն է։ Շատ խնդրում եմ ես տեսանյութն կնայեմ, կարող է ես եմ մի բառ սխալ ասել կամ մի բառ սխալ են գրել, որովհետև ես մշտապես, սա միակ դեպք չի, ես 5 անգամ խոսել եմ դրա մասին, բայց հավատացնում եմ ես մի փոքր ֆուտբոլից հասկանում եմ։ Եվ ես գուցե ինչ որ լեզվի սայթակում եղել, բայց անպայման տեսանյութը կնայեմ, անպայման։ Okay, քանի որ մարդը հրաժարվում է իր ակնհայտ սխալը ընդունել, եկեք հաշվենք, քանի բառերի վրայով այլ սայթակում։ Համակարգիչ, please։ Պատրաստվում ենք մինչև 2025 թվական, այսինքն 22-ին կամ 24-ին այդ նվազագույն խնդիրը կատարել, դուրս գալ աշխարհի կամ Եվրոպա առաջության
եզրափակիչ փուլ 39 բար սայթակել է, ինչը technically մտնում այրան Guinness-ի ռեկորդների մեջ։ Սլալոմ ասենց ինչ-որ գնում։ Լավ, իրա ֆեյլից հետո Մելիք Բեկյանը մեկը հրաժարական չի տալի ու ինչպես ցանկացած վատ մենեջեր ասում է, որ այդ ուղակի դավադրությունն է իրա դեմ։ Okay, այս անգամ Ռուսաստանն է, իլյումինատները բարեբախտաբար իրանց չհասավ, բայց մեկը արշավ է։ Վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ իմ գործունեության հետ։ Անկեղծ ասած, կարող ենք այստեղ նաեւ որակումներ տալ, որ դրանք կրում են պատվիրված եւ խառնակցական բնույթ եւ մեզ պարզ է եւ կարծում եմ շատերին, ովքեր եփվում են ֆուտբոլում, պարզ է, որ կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին եւ իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում ամենաստոր մեթոդներից։ Так, ես իհարկե ֆուտբոլային ֆորտագետ չեմ, ոչ էլ Սերգեյը։ Դրա համար կա Դանիել Յոհաննիսյանը։ Բայց գուցե վատ բաներ ասում են, որովհետև Վրաստանին 6-1 պարտվեցինք ու вообще ալամ աշխարհին անդադ պարտվում ենք։ Այդ կարա որոշակի ազդեցություն ունենա, բայց դու չգիտես ինչքան ծանր է Մելիք Բեկյանը տանում այդ պարտությունը։ Ինչքան ծանր։ Եվ ինչ զգացողություններ ես կարող եմ ունենալ Հայաստան-Վրաստան խաղի վերաբերյալ։ Եթե դուք ուզում եք, որ ես եւս մեկ անգամ վերապրեմ, դրա կարիք չկա։ Ես ամեն օր մտածում եմ այդ խաղի մասին։ Ինչ ես ուզում ես մարդուց, ձեռիվրացված եք սարքի։ Չէ, ուզում եմ վերցնի հերախոսը, ուզանգի մեր լավագույն ֆուտբոլիստին ու ասի Հենրիխ աղաչում եմ, պաղատում եմ, վերադարձի, ամենի մենք սխալ ենք եղել, դու ճիշտ մենակ արի։ Բացի այդ մեկից։ Ну, բացի այդ մեկից, այն ինչ որ մի ամբողջ ստադիոն մարդ։ Դաժե վարչապետ ասում էր, որ եթե մի հրապարակ մարդ հավաքվի ու պահանջի իմ հրաժարականը ես կտամ, նո ճիշտ է, չտվեց, բայց ասում էր, իսկ մեր էս վարչապետի խոսնակի երկվորյակ եղբայրը մի ստադիոն ասում է հրաժարական տուր չի տալիս։ Եփե, Մելիք Բեկյանը եւ Նազելի Բաղդասարյանը։ Ես ուրիշ բացատրություն չունեմ։ Արա դու ինչ կեղտոտն ես, բայց մի քիչ սանրվածքները տարբեր են ամեն դեպքում։ Լավ, հիշում եք այն դեպքը, երբ սիգնալ տալու համար վարորդին քաշեցին, հանեցին, փռեցին ասֆալտին։ Հա, ասում են քֆուր էլ ատվել։ Նույնիսկ Երևանի ոստիկանապետ Արամ Հարությունյանը, Հովանիսյանը նման պնդում չի անում։ Իսկ ոնց է գնահատում, որ եթե պետական արարողակարգով երկրի ղեկավար է անցնում, ծառայողական պարտականություններն են կատարում, ձայնային ազդանշան է տալիս։ Կարանք լավ վերաբերվենք, կարանք վատ վերաբերվենք, կարող է այդ մարդը դժգոհ էր վարչապետից, կարող է ողջունում էր սիգնալով իր սիրելի մեծարգո վարչապետին, բայց մի բան ակնհայտ է սիգնալ տալու համար չեն փռում ասֆալտին։ Առհասարակ լավ կներ, որ ոչ մեկ անիմաստ սիգնալ չտար Երևանում, ինչ են նրանք անում են, բայց ոնց ջոգես, որտեղ ինչ, եթե դաժե տար, դրա փոխարեն սենց չեն վարվում։ Մայրաքաղաքի կենտրոնում ոչ թե մարտաֆիլմի նկարահանումներ են, այլ ռեալիթի շոու իրավապահների մասնակցությամբ։ Սահմանադրությամբ բարձրագույն արժեք համարվող մարդուն պարեկային ծառայողներն ասֆալտին են փռում, որովհետև հայհոյել է ներքին գործերի նախարարությունն է պարզաբանում։ Ոստիկանապետն էլ չի ասում, որ հայ, ու դաշը եթե հայհոյել է սենց, ոստիկանապետը ամեն դեպքում բարի ժեստ արեց, ամեն դեպքում փորձեց։ Հարկավոր էր Նույն է ստատիկին ողորմ իրա դատիկին։ Ну նախ պապիկներ, հետո այդպես խնդալով ասել մի քիչ ժող բաստիոնի ոստիկանությանը չի սա։ Ուզում ես ասես չի բարեփոխվել ոստիկանությունը։ Ես չեմ ասում, դա Նարեկն է ասում։ Փաստորեն չի բարեփոխվում, Բարեփոխված է ոստիկանությունը ամեն Ինչպես է բարեփոխված։ Լավ էլի, թողեք։ Տարեկային ծառայողն ասում է մայթին կանգնած է մեքենա, Նիկոլ Փաշինյանն ասում է մեքենա մայթը նախատեսված է։ Շնորհակալություն բոլոր հարցերի համար, մեկ ուրիշ անգամ ստեսում ես։ Բայ իհարկե։ Եթե մենք ժողովուրդը Դանիել Յոհաննիսյանը ԱՄՆ կառավարությունը ելով աջակցել ոստիկանության բարեփոխ։ ԵԱՀԿ-ն կարծեմ։ ԵԱՀԿ-ն նոր նախարար բոլորը կարծում են, որ էս է բարեփոխված վիճակը։ Okay։ Okay, անցնենք մեր վերջին թեմային։ Հիշում եք ընտանեկան ոդքասթը։ Արա, հա, բայց դες մի 3-4 էպիզոդ չգնաց։
իրականում բազմաթիվ յութուբերների տարածված սխալն է, որ առաջին մի քանի էպիզոդից իրանց արդյունքը երազանքների չեն տեսնում ու հիասթափվում են իրանց ալիքից։ Դե սա է դեպքը չի։ Ստեղ արդեն սկսեցին live իրական հանդեսատեսի հետ նկարել։ Re-range-ի նման։ Անձամբ կրթվելով եւ մթնոլորտը փոխելով այնպես, որ դա դառնա նորաձև։ Այսպիսի նպատակ ունի կրթվելը նորաձև է նախաձեռնությունը, որը Իմ քայլը հիմնադրամինն է։ Կրթարշավը ղեկավարում է Աննա Հակոբյանը, ինքը Փաշինյանն էլ պարբերաբար հանդես է գալիս բանախոսություններով։ Արդյոք կա եւ կարող է լինել նման իրավիճակ, որ առավոտից երեկո մարդը չարչարվի եւ արդյունք չստանա։ Ցավոք, այո, այդպես է։ Ես մեկին գիտեմ, որ 7 տարի է չարչարվում է ու ոչ մի արդյունք չի ստանում, բացի Netflix-ին Հայաստան բերելուց։ Որովհետև այն ժամանակ կրթվել նորաձև չէր, իսկ հիմա լրիվ ուրիշ բան։ Հա, լավ, ու վերցրել են ոդկասթի ֆորմատը, միքսել են TED Talk-ի հետ, հա։ Եվ մեկ ու մեջ ոգևորիչ մեջբերումներ։ Հրանտ Մաթևոսյան մեջբերումներ գեղեցիկ ձևով մեկնաբանում էր։ Ինչ մեջբերում էր չհիշեց։ Աննա Հակոբյանի բանախոսության հենց այդ հատվածն էր մեծ աղմուկ բարձրացրել մի քանի օր առաջ, երբ կրթվելը նորաձև է շարժումը հասել էր Արմավիրի մարզ։ Իմ քայլը հիմնադրամի պաշտոնական էջում հանդիպման լուսանկարներն են, դրանցից մեկում առաջին տիկինը Հրանտ Մաթևոսյանի նկարի ու նրան վերագրված «Բայց քամպարտություն կրես ու պարտվել չսովորես» խոսքի ֆոնին։ Գրողի որդին Հրանտ Մաթևոսյան կենտրոնի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ահազանգեց, այդպիսի բան Հրանտ Մաթևոսյանը չի գրել։ Հասկանում եմ, հեգնանքը ուժեղ է, որ կրթվելու մասին միջոցառմանը արվում է սխալ մեջբերում, բայց եթե մտածում եք սա միակ հեգնանքն է։ Մեջբերումը Վանո Սիրադեղյանինն է, բայց երբեք չեք կրահի որտեղ է հրապարակվել։ Ըստ Դավիթ Մաթևոսյանի 25 տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում է տպագրվել Վանո Սիրադեղյանի հոդվածը, որում եզրահանգում կա ըստ Հրանտ Մաթևոսյանի մեծամոր գործի։ Սիրադեղյանը գրել է, բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորես, պարտվելն ինչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի։ Հաղթանակի մասին հոդված է, հաղթանակի իմաստուն լինելու, ճշմարիտ լինելու, քաղաքականապես գրագետ լինելու, ոչ թե տգետ։ Բայց ոչ միայն սխալ մարդու են վերագրել, այլ լրիվ կոնտեքստը 180 աշան փոխել են։ Զատո մանկավարժները շատ տպավորված դուրս եկան մեծարգո վարչապետի դասախոսությունից։ Դու՞։ Հասարակ քաղաքացին հնարավորություն ունենա այսքան մոտիկից շփվելու երկրի ղեկավարի հետ։ Շատ հետաքրքիր էր, շատ բովանդակալից էր, ավելի մոտիկից վարչապետի ճանաչելու համար։ Շատ լավ անցավ, խոսում էին երկրի դրությունից, որ ժողովուրդը հավատան, որ ամեն ինչ լավ է լինելու, մեր սահմանները ապահով է լինելու եւ մեր երկիրը հաղթանակի դուրս է գալու այս ճգնաժամից դեպի Եվրոպա կգնա։ Հիմա այս ոգևորությամբ կկրթեն մեր երեխաներին։ Ու գնում ենք Եվրոպա։ Շենգենը քանի ամիս է տևում հաստատել է։ 7 ամիս մոտավորապես գնում ենք Եվրոպա։ Տարբերությունը ռսամոլ նախկինների ում ժամանակ դες մի 20 օրում էին տալի Շենգենը։ Մնացեք մեզ հետ։ Մեծ պրեմիերա outfit EM-ում Կոմիտասի մասնաճյուղի ռեմոնտը վերջացավ եւ դռները բում արդեն լայնորեն բաց են։ Այժմ ավելի հարմար եւ ավելի գեղեցիկ խանութից կարող եք կատարել ձեր գնումները։ Եվ չենք մոռանում, որ outfit EM-ում է ամեն ինչի լավը, բրենդայինը եւ արագ վերջացողը։ Հագնվեք սիրուն եւ սիրուն խանութից։ Outfit EM։ Այդ օրը Սերգեյ անհանգիստ էր։ Մարդը շատ վայրում պետք է հանդիպեր անծանոթի հետ։ Իմ համար ասել էին outfit EM-ի պրոմոկոդի համար։ Սրա մասին բարձր չենք խոսում։ Կներեք է ճիշտ է, որ պրոմոկոդով 20% զեղ չէ։ Ուզում եք սաղ քաղաքը դրա մասին խոսի։ Ամեն ինչ ըստ թերթի մեջ է։ Հիմա շատ աննկատ հեռանում եք։ Սերգեյը չէր հավատում, որ րոպեն նրանց կփոխի իր մռայլ տեսքը գունեղ բրենդային հագուստով։
Այսքանն էր Arm Comedy-ն այսօր։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցում։ Մինչև այդ ջրհեղեղը երկիր մոլորակի վրա գոյություն չեն ունեցել ձեր լեզվով ասեմ նեգրերը, այսինքն սևամորտները։ Իսկ եթե են գոյություն ունեցել։ Չեն ունեցել դեղնամորտները, չեն ունեցել կարմրամորտները։ Նրանք արարվել են Հայաստանի Արարատ լերան ընդերքում լաբորատոր պայմաններում Իդեպ շատ լավ ֆիդբեք ենք ստանում մեր պատրոններից, ում համար տեղադրում ենք Arm Comedy After Party-ն մենակ Patreon-ում։ Հաղորդումը հենց վերջանում է, մեր ժպիտով դեմքերը սրբվում են, ուսես լրջով, սրաչ են գանում, ուսես իրական առանց որևէ հաճույքի քննարկում ենք ինչա կատարվում երկրում։ Այո, այս ամենի միանալով ուղղակի պետքա լինել Patreon սկսած։ Եթե կարծում եք, որ մեր հաղորդումը ձեզ օգուտ է տալիս, կարող եք աջակցել մեզ միանալով Patreon-ին եւ ամիսը $3 մենք կլինենք ձեր գլխից անպակաս։